Привет. Ամեն ասեմ ձեզ, եթե ոչ հատ եմ ծրենա անկյավերքի ներենցի ինք է միայն դա, ապա եթե մեր անեցի բազում մարդի է սարներ, որ կերև անձրի ազակյա է գնա, և որ աջիազան զունգուր հաշկային գայսմից իքյանցն է վինակալից պայսեզի։ Եթե որ զիս պաշտից է, իմ եդեսցե և ուժեսում այնտեղ չէ, և որ ես նմ այնտեղ և պաշտոնյային երիցի, եթե որ զիս պաշտից է, պաշտից է նա հայրիկին։ Եվ ևս գայդյանս ներաչեստուր Հայերեն լեզվով կոչվի եղեր, կամ ռուսերեն զլագիյանի է։ Եվ մինչև այսօր թուրքական պետությունը այս բանը չի ուզել ընդունել, բայց չեն կարող ասել բոլոր մարդիկ են Թուրքիայի մեջ այսպես են։ Գիտեք այդտեղ շարժում կա, որն հիշե և գիտե և ընդունել ենք, որովհետև խելք ունենք, բայց ինչ ամեն պետության մեջ տեսակ պարտիա կա, խմբերը կա, և այսօրվա գլխավոր պարտիա Էրդողանին այս բանը երբեք չի ընդունել, բայց Էրդողանը մեծ տնչնավոր չէ, հավիտենական չէ, իրեն վախտ է կուկա։ Էջքի ընգան ինձի այստեղ երկու տավականները 1915 և 1988 գիտեք, մեծ ցեղասպանությունը, մեծ եղերն է և Սումգայիթ դեպքերը ինչ պատահեցան ցեղասպանությանը։ Ցավոք սերտի էլի վերջ չկա, էլի կարելի է այս տարի գրել, որովհետև Սիրիայի մեջ սահմանի վրա, Թուրքիայի Սիրիայի վրա կա կահակ, կեսապ, որն է մեծ եղերնի օրը, մեծ ունաս չի տեսավ, մարդիկ մնացել են տեղում, մի քիչ թուրքերում դրամ դվել են և կենդանի մնացել են, հիմա ամբողջ կեսապը գնաց։ Հիշելով այս օրերը,
Պիտի Աստծո ահաչեմ թող չի կրկնվին այս ցավալի դեպքերը եւ չգրեն այստեղ 2014-ին կամ էլի չգիտեմ ինչ։ Եթե գրեն, ես կարծեմ բոլոր այս դեպքերը այս պատերով վրա տեղ պիտի չունենամ, որովհետև 15 չէ, էլի պիտի հիշենք սկսած մարսիկներից և վարդանանքը պատահեցավ 5-րդ դարում և ամեն դարի մեջ անպայման ձևի վատ դեպքը պատահեցավ։ Մենք ահոտ ենք զոհվածների համար, բայց ես ձեզ ասեմ, շատերի մոտ մենք պետք է մեր ահոտքը ներկայացնենք և իրենք մեզի համար բարեփոխ անենք, որովհետև Սուրբ Մարտիրոսը անշուշտ սաղ չէ, բայց մեծ մասը ով է զոհվեցավ 1915-ին կամ Կեսաբի կամ 88-ին իրենք Մարտիրոս և եկեղեցի ժամանակը պիտի գա եկեղեցի հայտարարե իրենց որպես նոր զոհվածները վասն հավատով։ Շարեք, թևերուն վրեն արեստանն է շարեցիք, մոմերուն արեստանն է շարեցիք։ Որոնք թուրքական ազգին չէին պատկանում, պետք է ոչնչացնեին, իսկ քրիստոնյաներին ոչնչացնեին։ Այս ծրագրի հիմնական ղեկավարներն էին Թալյատ Փաշան, որն այն ժամանակ եղել էր ներքին գործերի նախարարը, Էնվեր Փաշան, ռազմական նախարարը, Ջեմալ Փաշան, ծովային նավատորմի նախարարը, ինչպես նաև Նազմ և Շաքիր բեյերը։ Նրանք ներկայացնում են կուսակցության անդամներ։ Ես կուզենայի բառացի ներկայացնել Նազմ բեյի խոսքերը։ Ես բազում եմ ասել ու նորից կրկնում եմ։ Պետք է հիմնովին ոչնչացնել հայ ազգին, այնպես ոչնչացնել, որ նույնիսկ անունն անգամ չմնա։ Եվ սկսվեց այդ կոտորածը, սկսվեց աղետը, գարունը, ձունարը, գարուն էր, ամար եկավ, ծակ հանեց, ծորուն կակավ, իսկ հայը զրկվեց ծակից, իր պորտքան թոնրի տակից, իր հորից, մորից, յարից, իր բնից ու աշխարից։ Ինչպես, ոնց մորանալ արհավիրքն այս օրերի, աշխարհքում ով մորանա, ժուխտ աչքով ով խորանա։ Բանից հալածված, ու խեղդվում են հայերը արևելյան երկրածում, ու քշում են հյուրիպես մաշտած խնդերը առաջ։ Էրզրում նահանգի և հարակից վայրերի տեղանության և ջարդերի մասին, ահա թե ինչ է գրում ագանատեսը։ Աստված իմ, այդ ինչ տեսարաններ, ներքևում գփրփրա Եփրատը, վերը սրածայր բարձրավեց լեռներ։ Եփրատը ներկված էր հայու աշունչ տիակներով, հիվը անաշիվ։ Երկու ափերը լցված էին ամեն հասակի ու սերի տիակներով։ Երկաթափազուկ երիտասարդները բաց արած վիթխարի թևերը ընկած էին կռնակի վրա։ Հակառակ կատարվածի ամբողջ անցած դարը արտացոլում է ժողովրդի վերապրելու, կայանալու, զարգանալու պատմությունը թե Հայաստանում և թե Սփյուռքում։ Ժողովուրդը երկնել է, ստեղծագործել, պայքարել և ունեցել զարմանահրաշ թռիչքներ։ Մեր երկրագնդի վրա երկու ուժեր չեն հոգնում, ժամանակն ու հայը։ Մեկը կործանելով, մյուսը վերաշինելով, ասել է Անատոլ Ֆրանսը, գարունը ձունար է։ Անապատարցավ շքեղադանան, մոխ
Ոխիրե հակել հպարկիլիկյա Գանգունե միայն հաջնը սիրում Ինչու չի շարժվում անի ապարար զեյթում Գանգունե միայն հաջնը սիրում Ինչու չի շարժվում անի ապարար զեյթում Խեղճ մշեցին մեր ավլալով հերու երկրներ մանգալով Խեղճ մշեցին մեր ավլալով հերու երկրներ մանգալով մեր ավտուրքի պարտքը տալով զարտնիր լաո մռնիմ կզի մեր ավտուրքի պարտքը տալով զարտնիր լաո մռնիմ կզի